Ֆիզիկական պատրաստվածության նկատմամբ դպրոցներում ուշադրությունը վերջին տարիներին առավել մեծ է, ու արդեն 3 տարի է, ինչ ըստ աշխատակարգի միասնական ու ընթացիկ քննություններից 5 օր առաջ անցկացվում է ֆիզկուլտուրայի քննությունը։ Այն ուսուցիչների խոսքերով պարտադիր է թե աշակերտների հոգեվիճակի, թե ֆիզիկական ակտիվությունը պահպանելու համար։ Հաստատ, գազ, աչ, դարձ, ուշադրություն, մարշ, արագ, ապրել։ Քննարկարկը կազմված է մի քանի փուլերից, որոնք հավասարաչափ պետք է հաղթահարեն թե աղջիկները, թե տղաները։ Միասնական պետական ու ավարտական քննությունները կսկսվեն հունիսի 1-ից եւ կշարունակվեն մինչեւ 23-ը։ Այս ուսումնական տարվա ընթացքում դպրոցների վերաբաժանումը տնօրենների խոսքերով խոչընդոտ չհանդիսացավ թեստերի ու հարցաշարերի կազման գործում։ Այս տարի նախատեսված չէ թեստերի տարբերակում ավագ դպրոցների եւ միջնակարգ դպրոցների համար։ Ընդանուր քննությունները նույն տեստերով քննություններ են հանձնելու շրջանավարտները։ Մենք յուրաքանչյուր քննության օրը առավոտյան ստանալու ենք տեստերը ծրարված, բացելու ենք ծրարները քննասենյակում եւ անցկացնելու ենք քննությունները։ Աննան ու Դիանան էլ առավել քան համոզված են, որ կկարողանան հաղթահարել քննությունների շեմը, որքան էլ բարդ լինի, այնուամենայնիվ դժվարությունների չեն խուսափում, նշեցին նրանք։ Ну, тесты мы уже не знаем, мы сами как бы не догадываемся, никто не знает, мы только можем догадываться, какие там задания могут быть, но, как говорят, всегда Бог с нами, может, все будет хорошо. Сегодня мы сдали физкультуру, мы все хорошенько сдали, потому что как бы это физическая подготовка. А вот чтобы умственное, нужно уже подготовиться как бы серьезнее. Եթե երեխան դպրոցական ծրագրով նախատեսված իրեն պարամունքների նորմալ մասնակցել է, նորմալ դասապրոցես իրականացել է, մինիմում չափորոշիչի համապատասխան գիտելիք ստացել է, այդ բոլոր թեստերը, բոլոր գրավորի տեսաները, բոլորը հաղթահարել են։ Սակայն թեստային քննարկարկի մասին կարծիքները տարբեր էին։ Հարցը հատկապես վերաբերում էր պատմության քննությանը։ Բանավոր հարցմանը ես ինչ որտեղ կողմնակից եմ, կարելի էր եւ թեստ, կարելի էր ինչ որտեղ նաեւ բանավոր հարցում, եթե դա հնարավոր էր, այստեղ ավելի լիարժեքորեն կարող էիր հիմնավորել երեխայի գիտելիքները։ Հնարավոր է երեխան թեստի նշելու ժամանակ մի բան թրծնի կամ մի բան պատահական։ Այդ դրա մասին գաղափարը չունի, պատահական նշում, ասում ինչ եղավ ու անկարծ դրական է դուրս գալիս։ Այդ իմաստով համաձայն եմ, բանավոր հարցման ժամանակ երեխայի գիտելիքները կարելի լիարժեքորեն վերջնականապես պատկերացում կազմել նրա ունեցած գիտելիքների մասին։ Հարցված աշակերտների մասնագիտական կողմնորոշումը հստակ է, մնում է հաղթահարել տնօրենների կարծիքով ոչ այնքան բարդ քննական շրջանն ու քայլեր կատարել մասնագիտական ճանապարհով։ Чтобы стать хорошим профессионалом в своем деле, надо обязательно учиться. И вот, когда у нас сейчас экзамены, мы, конечно, очень готовимся, стремимся, чтобы хорошо сдать наши экзамены. И хочу стать, учительницей, наверное. Когда я была в лагере, я общалась с туристами на английском языке, это мне понравилось, и я выбрала профессию туризма. Я еще пока не решила, но у меня больше, наверное, что-то с творчеством связано. Я больше творческая личность, наверное, дизайнер интерьеров, но еще пока не решила. Мне кажется, экзамены в какой-то степени будут и сложные, и легкие, но надо готовиться, показав, что мы умеем, и мы умные, и мы сможем. Նելի Քալաշյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։